կառավարության ծրագիրը ներկայացնեցիք, որ արդեն հայկական դուք հստակ նշեցիք, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ անդամակցության հայտ ներկայացրել։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ վերջինորեն չնայած առանց էլ այսպես փոխադարձ խայթոցներ հնչում են, բայց ռուսական կողմից ավելի կոշտ, այսպես վերջնագրերի տեսքով հայտարարություններ են հնչում, օրինակ իրենց պետդումայի խոսնակներ ասում, իրենց ձևակերպումն են բերում, ասում են Հայաստանը ցինիկաբար շարունակում է օգտվել ԵԱՏՄ արտոնություններից եւ միևնույն ժամանակ ԵՄ այսպես դեպի ԵՄ քայլեր է անում, ասում էր գնացեք ԵՄ, բայց գոնես կեղծ օրակարգը մի խափեք մեզ, մի այսպես էս կեղծ օրակարգ առաջ տարեք, ՀԱՊ գլխավոր քարտուղարներ ասում էր միայն ֆորմալ առումով է մնում անդամ, բայց ոչ նիստերին է մասնակցում, ոչ զորավարժություններին, ոչ 3 տարի անդամը վճարներն է վճարում եւ ասում էր, որ պետք է սա բացառապես ՀԱՊ անդամ երկրների հրամանատարների հարցն է, Հայաստանին դուրս հանելու հարցը։ Սա հետ կապված այսքան ստացվում է, որ խնդիրը այսպես լուծելու փոխարեն ավելի է խորանում եւ երկու կողմ կարծես իրար վրա են, բարդում Հայաստանը, Ռուսաստանն էլ իր հերթին։ Սրա հետ կապված եւ մի կարճ հարցել իրավական այս process-ների հետ կապված, պարոն Փաշինյան, մենք թե քարոզարշավի ընթացքում, թե վերջերս էլ ազգային ժողովի ամբիոնից ինչ ենք լսում, օրինակ Ռոբին նստացնելու եմ, Գագոյին նստացնելու եմ, կզացնելու եմ եւ այս ամենից հետո այն անունները, որոնք դուք նշում եք, նրանց նկատմամբ քրեական գործեր են սկսում եւ սա հարցեր առաջացնում, օրինակ դուք միշտ ասում եք, որ քաղաքական հետապնդում չկա։ Հիմա ինչ երաշխիք որպես գործադիրի ղեկավար կարող եք տալ, որ այս նույն հնչեցրած ձեր հայտարարությունները որևէ կերպ իրավապահների գործընթացների վրա չեն ազդել, օրինակ ընդդիմադիրները նշում են, որ կոնկրետ Քոչարյանի հետ կապված այս գործընթացը բացառապես կախված է ազգային ժողովում ձեր եւ Լևոն Քոչարյանի միջև այդ բանավեճից հետո դուք բարկացել եւ վրհանգը դրանից հետո հնչել, սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Պետդումայի հետ կապված հայտարարությանը մեր ազգային ժողովից արձագանք հնչել է, ես ավելացնելու բան չունեմ։ ՀԱՊ-ի հետ կապված ՀԱՊ գլխավոր քարտուղարը փաստերն է արձանագրել, ես այլի արձագանքելու բան չունեմ, բայց ձեր այն դիտարկմանը թե ստացվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը իրար վրա են գցում, տենց մի բան, մենք Ռուսաստանի վրա ոչ մի բան չենք գցում, մենք թափանցիկ հրապարակային ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք արտահայտում, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները եւ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ։ Ինչ վերաբերվում է ձեր երրորդ հարցին, եթե խոսքը բարկանալու մասին է, ես ամսի 24-ին չեմ բարկացել, ես վաղուց վանից բարկացած եմ։ Բայց ինչի այդ բարկացումը արտահայտություն չի գտել։ Նախ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուզում եմ ոչ որպես վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր դատաիրավական համակարգի այն անձանցից, ովքեր այս ամեն ինչը ի ցույց են դրել հանրությանը իրավական տեսանկյունից։ Բայց ես ուզում եմ էլի մենք վերադառնանք, չնայած բան եմ ասելու, որ ձեզ ծանոթ է, այսինքն ազգային ժողովում էլ եմ ասել, բայց հիմա էլ ուզում եմ հարցադրում անել։ Բայց ես հարցեր էլի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ որպես վարչապետ հարցեր ունեմ։ Բա այս փաստերի հետ 8 տարի, լավ, հələ չեմ ասում է 17-18 տարի։ Այս փաստերի հետ Հայաստանի իրավապահ մարմինները ո՞նց են առնչվել։ Օրինակ այն քննիչները, այն դատախազները, այն օպերատիվ աշխատողները այս փաստերի մասին իմացել են, չէ՞, ո՞նց են արձագանքի իրանք։ Օրինակ իմացել են, որ Toyota Երևան ընկերությունում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 30% բաժնեմաս ունի, հողի հետ կապված խնդիր ունի։ Օրինակ իմացել են, որ Օրանժը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է։ Օրինակ իմացել են, որ Պարոնյան 8 հասցեի շենքը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է։ Օրինակ իմացել են, որ Play City-ն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է եւ էլի բազմաթիվ բաներ։ Մենք հասկանում ենք, մենք պետական ստանդարտ պետք է սահմանենք եւ նաեւ ժողովրդավարության ստանդարտ սահմանենք։ Եվ առաջին հարցի հատվածը էսա։ Նախ եթե նույնիսկ չեն իմացել նախորդող շրջանում 2018 թվականից հետո մենք անդադ բարձրաձայնվել է դա մամուլում եւ այլն,
Հայաստանի Հանրապետության դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, ինչ գործողություն են ձեռնարկել, որովհետև հանցանքի առերևույթ ցանկացած դեպքի պետք է իրանք բան անեն, արձագանքեն, ոնց են արձագանքել են, որոշ դեպքերում գուցե քրեական գործեր հարուցվել է, բայց քրեական գործերը ինչի չեն քննել, ինչի չեն քննվել, կամ որ այդ քրեական գործերը հարուցվել են, ես զանգել եմ, ասել եմ գործ հարուցեք, կամ որ չեն քննվել, ես զանգել եմ, ասել եմ այդ գործը մի քննեք, այս հարցերին պետք է տրվի պատասխաններ, հակառակ դեպքում ես ունեմ, դրա քաղաքական պատասխանը ես ունեմ, որովհետև քոչարանասերժական մաֆիան իր շոշափուկները ունեցել է եւ դեռևս ունի Հայաստանի դատաիրավական համակարգում, այն որ խուզարկությունից առաջ պաստառներ են բանանում, ցույց տալով, որ իրանք գիտեն, հետո էլ մի հատ մեծ պատմություն են սարքել, վայ երեխեքը, բայց եթե դուք գիտեիք, որ գալու են, երեխեքին խի տատիկ պապիկի մյուս տուն չէիք ուղարկել։ Ինչի չէիք ուղարկել, այսինքն պահել էիք, որ երեխեքով շոու անեք, երեխեքի թիկունքում այդքան սիրում էիք երեխեքին, այդ պլակատ գրելու ժամանակահատվածում կարելի էր ուղղակի երեխեքին բան անել, ուղարկել մյուս տատիկ պապիկների տուն, ընկերոջ տուն, հարազատի տուն, այսինքն էս էլ ցույց է տալիս, որ դիտավորյալ պահեր երեխեքին զենքայնացնելու մի հատ process է սկսվել։ Հաջորդը, ես 8 տարի վարչապետ եմ, հարգելի լրագրողներ, դուք էլ գիտեք, ես ում ինչ եմ ասում, ընդհանուր գիտեք մեր տանը ով ինչ է ասում, երբ է ասում, ինչու ասում, ում հետ ինչ եմ խոսում։ Հիմա ասեք, որն է իմ հյուրանոցը, որն է իմ հանգստյան տունը, որն է իմ բազմաբնակարան շենքը, որն է իմ միլիարդները, որտեղ են դրանք պահվում։ Եվ դիմեք իրավապահ մարմիններին։ Եվ ես ուրիշ հարց եմ տալիս, այսինքն ես եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը պետքա տենց բաց աչքով նայենք, ասենք դե բաները Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, իրանք դե վերին արտի ցորեններն են, իրանք կարան դե թալանեն Հայաստանի Հանրապետությունը, հետո սենց սերնդեսերունդ այդ թալանածը ժառանգեն։ Եվ ես շատ հստակ թափանցիկ խնդիր եմ ձևակերպել այս ամեն ինչը ընտրություններից առաջ ժողովրդի առաջ եւ ժողովրդին առաջարկել եմ, որ առաջարկում եմ մեր պետության այս ոլորտում այսպիսի քայլեր, որոնք չանելու համար մեղադրում եք ինձ, բայց այսինքն եւ ժողովուրդը գնացել է քվեարկել է եւ ժողովրդի կամքը պետք է իրականացվի։ Հիմա ոչ մեկ հարց չի տալիս։ Այդ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտեղից, ասում է բիզնեսով ենք զբաղվել։ Ում են ձեռ առնում։ Այսինքն հիմա, մենք իրանք այդքան տենց ուժեղ բիզնեսմեն են, մենք էլ տենց ընդհանրապես չենք կարող ոչ մեկի ձեռից ոչ մի բան խլենք։ Այս պայմաններում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետությունը մասնաբաժին է ստանում, ասում են դա կոռուպցիոն գործարք է։ Իսկ Toyota Երևանում իրանց անձնական փայ ունենալը դա բիզնես գործունեություն է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Ասենք Ամուլսարի նախագծում պետության փայ ունենալը այդ կոռուպցիոն գործարք է։ Իսկ իրանց Երևանի կենտրոնում հողեր վերցնելը եւ ձեռքբերման գնից 20-30 նապատիկ ավել գնով վաճառելը այդ բիզնես է։ Սա ընդունելի է, պետքա սա պետության հարցն է եւ ասում եմ քաղաքական խնդիրը հետեւյալն է։ Եվ Ռոբերտ Քոչարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն։ Դրանց թոշակը նստելա թե չէ։ Այս է քաղաքական խնդիրը։
Ինչու, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով եւ իրենց օրինական եկամուտներով։ Իսկ ինչ որ ապօրինի ձեռք են բերել հատիկ առ հատիկ, լումա առ լումա, կոպեկ առ կոպեկ, սենտ առ սենտ, եվրո սենտ, քյաբաբ առ քյաբաբ, այո։ Պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե սա տեղի չունենա, այդ նշանակումը նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա։ Ես այդ քաղաքական խնդիրը ձեր բոլորի եւ 40,000 մարդու աչքի առաջ դրել եմ ժողովրդի առաջ եւ պետության առաջ եւ ժողովուրդը դրել է բոլորի առաջ կառավարության, դատաիրավական համակարգի, պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների առաջ ժողովուրդն է դրել։ Դուք ներկա չեք եղել կամ առնվազն լսած կլինեք գոնե հունիսի 5-ի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասին կամ Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Այսինքն նորեն այդ քրեական գործերը ինչի չեն քննվել։ Ես ասել եմ մի քննեք, կամ ես ասել եմ գործ հարուցեք, կամ ես որևէ բան ասել եմ։ Ես ինչ որ ասել եմ, դուք իմ ասածների մասին գիտեք։ Հրապարակային եմ ես, եթե աշխատանքային մակարդակում ինչ որ մի բան էլ ասել եմ, կառավարության նիստերում, խորհրդակցություններում մենք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ ունենք, ամենատարբեր ձևաչափեր ունենք։ Այդ նիստերում ինչ էլ որ ասել եմ այն շրջանակում ինչ որ ասում եմ հրապարակային եւ դրա մասին բոլորդ գիտեք։ Հա եւ նախկին գլխավոր դատախազի գործունեությանն էլ պետք է անդրադառնանք։ Հա այս գործը, այսինքն ես ճիշտն ասած հիմա չգիտեմ էլ այս գործերը կոնկրետ երբ են հարուցվել, բայց ինչքան հասկանում եմ վաղուց ֆանից, բայց այդ փաստերը վաղուց ֆանից կան։ Այս բոլոր փաստերը վաղուց ֆանից կան։ Բա պատահական է որ նախկին պաշտոնյաները այսօր բանն է ԱԾ տնօրենի նախկին տեղակալը կամ պարտականությունների դուս են եկել ինչ որ բան, այլ դուք էլ մի հատ բացատրեք այս գործերով, ինչով եք զբաղված եղել։ Կարող է փող եք առել։ Կարող է փող եք առել։ Թե դες թվում է ձեր հետևից եկող չի լինելու։ Պետք է պատասխան տաք։ Մի հատ խեղճուկրակների երկու հատ հավ գողանալու համար, ասենք միջև վերջին խազը սնանկացրել եք սովի եք մատնել, իսկ ասենք ձեզ համար եղել են անձեռնմխելի մարդիկ, ինչ են եղել անձեռնմխելի, բերել վճարել են ձեզ, ձեր հետևից էլ են գալու, պետք է պատասխան տաք բոլորդ, ում վարույթում այս գործերը եղել է եւ չի արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տա Հայաստանի Հանրապետության ժողովրդին, պետք է իրանց բոլորի ունեցվածքներ պետք է նայվի։ Իրանց հաշվի համարներն էլ պետք է նայվեն։ Իրանց ընտանիքի անդամների հաշվը Toyota Երևանի հետ իրանց հարաբերություններն էլ պետք է նայվեն։ Ամեն ինչը պետք է նայվի։ Էս էլ չի լինելու, որ վայ գիտեք դե բանա ժամանակ մենք տվել ենք, ընդ որում երկու ուղղությամբ ենք տվել, ասցի 2018 թվականին մենք ասել ենք, որ բոլորը պետք է շանս ունենան։ Մի հոգի չի եկել ասել Ժորժ ջան, ես ընդունում եմ, որ այս ունեցվածքը ես պետքա չունենայի։ Դուք էլ օրենք եք գրել, որ կարա հաշտությունը լինի 25-ը 75-ը վերադարձնենք եւ 25-ը մնա մեզ։ Այդպես մի հոգի չի եկել դատախազություն կամ որևէ այլ մարմնի դիմել։ Իրավապահներն էլ երևի այն ով որ այդ շանսը ունեցել է իրավապահ համակարգի նախկին դատախազները, նախկին իրավապահ համակարգի ղեկավարները պետք է պատասխան տան, բա այս ինչ են արել այս գործերի հետ։ Ինչ են արել։ Այո, իհարկե։ Բա անկախ իրանց համար աշխատել են։ Անկախ իրանց համար աշխատել են։ Բա այդ անկախությունը ո՞նց են օգտագործել։ Կարող է Քոչարյանից, Ծառուկյանից, Սարգսյանից փողեր առնելիս են եղել,
մեր վրա էլ խաբար չի եղել։ Պետք է գնանք հատ-հատ ունեցվածքները նայենք։ Հատ-հատ։ Կարող այսօր էլ կան մարդիկ, որ աշխատում են։ Զանգում է, ով է քշերվա կեսին կամ չգիտեմ նախորդ օրը կամ չգիտեմ, զանգում Ռոբերտ Քոչարյանն է ասում, որ գիտես ինչ գալու են ձեր տուն խոզակցության։ Պետք է բռնել, հա։ Ինչ հայտարարեցին։ Ինչ եմ հայտարարում։ Ինչ եմ։ Ասել եմ պետք է նստեն, հիմա եմ ասում պետք է նստեն։ Ինչ։ Ինչի՞ դիմա։ Ես 8 տարի ասում եմ պետք է նստեն, ինչի՞ չի։ Խեն ձեռով գրել, թող մի հատ տանեին, բարձր որակի պրինտ անեին, իրաց տան գլխին հագցնեին։ Ես 8 տարի ասում եմ դա, ես նորություն եմ ասում։ Կամ 2026 թվականին 8 տարվանը չեն հիշում, 2026 թվականի հունիսի 7-ին հայտարարել եմ դրա մասին։ Դարպասին գրեին։ Գտնելու ենք այդ ուտեշկա տվողների Եվ ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչա տեղի ունենալու։ Պարոն Փաշինյան, թեման շարունակելով, նախ դուք Ռոբերտ Քոչարյանին դատում եք վաղեմության ժամկետն անցնող